Շատ լավ, թանկագիններ։ Ճիշտ ասած, մի քիչ ֆիզիկապես թույլ եմ, բայց նորից Տիրոջը փառք, այն որ ռուսները ձևի արտահայտություն ունեն, ասում են սկարաբլյանաբալ, հայերեն ասած, ասում են նավից միանգամից գնում ես դիմակահանդեսին, հիմա իմն է, ժամը 6-ին ինքնաթիռս իջել է Երևանում, մինչև այս կոմենա ու միանգամից եկել ենք Տիրոջը պաշտելու, բայց նորից սրա համար եմ փառք տալիս իրապես։ Մենք ամեն մեր կյանքի վարկյանը իրապես Տիրոջը համար պետք է ապրենք, Տիրոջը համար պետք է ծառայենք, որտեվ ով որա ենք, ինչ որա ենք, իրանով ենք։ Ինչքան Տերը կյանք տվեց, այդքան պետք է ծառայենք իրեն։ Ինչքան Տերը շունչ տվեց, այդքան պետք է իր ավետարանը քարոզենք։ Եվ սա զուտ չեմ ասում մի բան, դե ասում եք, այ տեսեք ինչ լավն եմ ես եւ այլն, սա իմ մասին չի ժողովուրդ ջան իրականում։ Մարդկայնորեն գուցե մտածում եմ, ասում եմ, պարկ եմ, հանգստանամ եւ այլն, շատ դեպքերում էլ ինքնա ծուլանում ենք։ Բայց կուզենամ, որ մեր ողջ կյանքը փառավորի Տիրոջը։ Ոչ միայն մեր սկիզբը հոգեվոր կյանքի, այլև մեր ընթացքը նաեւ մեր ավարտը։ Ես ցավում եմ տեսնում, որ շատ քրիստոնյաներ լավ սկսում են կարծես, բայց լավ չեն ավարտում։ Կարծես լավ սկսում են ծառայությամբ, ոգևորվածություն եւ այլն, բայց ժամանակ անցնում, այդ ոգևորվածությունն անցնում է, որոշ առումով հոգնածություն է գալիս, որոշ առումով դառնում է ամեն բան միապաղաղ։ Դե նույն կիրակին է, նույն պաշտամունքն է, նույն քարոզն է, նույն դեմքերն են, նույն երգերն են, հասկանում եք ու մենք ընկնում ենք սենց մի ընթացքի մեջ, որ ամեն բան մեզ համար դառնում է ձանձրալի։ Եվ սրա խնդիրը նրանում է, որ մենք իրապես ամեն օրվա մեջ Տիրոջը երեսը չենք փնտրում։ Ամեն օրվա մեջ մենք չենք փնտրում Աստված ճանաչողության մեջ աճելու եւ նրան ծառայելուն։ Սա է պատճառը դառնում, որ մնացածը դառնում է զուտ ավտոմատ ինչ-որ մի բան մեզ համար։ Երկրորդական որոշ առումով, երրորդական, եկեղեցի, պաշտամունք, անդամակցություն, չգիտեմ, աղոթաժողովներ, փոքր խմբեր, այս ամեն ինչը դառնում է ինչ ձանձրալի։ Ոչ պետքական, ժամանակի անիմաստ կորուստ։ Բայց այս մտածելակերպը մեր կյանքում պետքա տեղ չունենա։ Ինչի որտեվ մեր կյանքը պետքա փառավորի Տիրոջը, որովհետև դրա համար ենք ստեղծված։ Հոգևոր մարդու կյանքի գերագույն նպատակը, գիտեք ինչն է, Տիրոջը փառքն է։ Եվ երբ որ ես ասում եմ Տիրոջը փառքն է, Տիրոջը փառքը կամ Տիրոջը փառավորելը չի սկսվում եւ չի ավարտվում կիրակի օրը ժամը 1-ից մինչեւ 2:30 Կամ եթե կիրակնօրյա դպրոց ունենք մի փոքր ավելի շուտ, կամ փոքր խմբերով, իսկ մնացած ժամանակ դա ես իմ կյանքն եմ վայելում, իմ կյանքն եմ ապրում։ Դա լինում է ոչ թե Տիրոջը փառավորող կյանք, այլ լինում է ինչ? Աշխարհիկ կյանք։ Ուղղակի աշխարհիկ կյանքը մի փոքր ինչ եմ արել, սենց ձևավորել եմ, դարձրել եմ մի փոքր հոգևորին նման։ Այսօրվա հենց թեման սրա մասին է Տիրոջը փառավորող կյանքը։ Տիրոջը փառավորող կյանք։ Շարունակելու ենք երկրորդ Թեսաղոնիկեցիս նամակը, կխնդրեմ ոտքի կանգնեք, միասին կընթերցենք 11 ու 12 համարները, հետո ավելի մանրամասն կնայենք այդ հատվածին։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս, առաջի գլուխ 11-ից 12։ Ահա թե ինչու ձեզ համար ամեն ժամ աղոթում ենք, որ մեր Աստված ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը եւ իր զորությամբ իրագործի ձեր բոլոր բարի ցանկություններն ու այն գործը, որ ծնում է հավատը, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզանով փառավորվի, դուք էլ նրանով մեր Աստծո եւ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։ Ամեն։ Աղոթենք։ Տեր Աստված իրապես գալիս ենք քո առաջ եւ քո ողորմությունն ենք խնդրում։ Արժանի չենք եւ որևիցե կերպով արժանի չենք էլ կարող լինել քեզ, քո ողորմությանը, քո փրկությանը, Տեր, բայց քո ողորմությամբ, քո շնորհի համաձայն դու այցելություն արեցիր։
Ընտրեցիր մեզ, քո արյունը թափեցիր, որպեսզի մեզ կյանք շնորհես։ Եվ հիմա աղոթում եմ, ով Տեր Աստված, որ մեզ միաբանես, օգնես, որ խոսքից շրջանակում նորից մտորենք, տեսնենք արդյոք մեր կյանքը փառավորում է քեզ թե ոչ։ Արդյոք մեր խոսքերը, մեր ընթացքը փառավորում են քեզ թե ոչ։ Եվ օգնի, որ վերականգնվենք։ Եթե տկարացել ենք, վերականգնիր, եթե մեղքի մեջ ենք, ների իր Տեր։ Եթե ֆիզիկապես խնդիրներ կան, որոնք որ ինչ-ինչ պատճառներով պատճառ են հանդիսանում քեզ ծառայելուն, Տեր Աստված, քո կամքի համեմատ դու բժշկիր։ Բայց ամեն ինչի մեջ քո կամքն ենք խնդրում, որպեսզի ամեն ինչի մեջ միայն դու փառավորվես։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Եթե կհիշեք, մենք սկսել ենք երկրորդ Թեսաղոնիկեցիս նամակը եւ Պողոս Արաքյալը հենց սկսում է ամենակարևորից, սկսում է նրանից, թե մենք ինչի պետք է շնորհակալ լինենք Աստծուն։ Եվ դրանից հետո անդրադառնում է բուն հիմնական թեմային, թե ինչպիսի սպասում պետք է ունենանք, որ Տեր Հիսուս Քրիստոս, ինչպես որ համբարձվեց, այնպես էլ ասեց, որ գալու եմ եւ գալով իր արդար դատաստանն է տալու։ Բոլոր նրանց, ովքեր որ Տիրոջինն են, եւ բոլոր նրանց, ովքեր որ Տիրոջինը չեն։ Ամեն մեկը ըստ իրենց գործի, ըստ իրենց արժանիքների վարձահատություն ստանալու։ Դրա համար մենք, որպես Քրիստոսի զավակներ, ինչ ենք անում, անհամբեր սպասում ենք, որպեսզի Տերը գա։ Եվ դրա համար այս սպասման շրջանակում Պողոս Արաքյալն ասում է, ահա թե ինչու ձեզ համար ամեն ժամ աղոթում եմ։ Այսինքն Պողոս Արաքյալը հասկանալով, որ մեր սպասումը եւ իրենց նեղությունների մեջ գտնվելը կարիք ունի նորից իրենց հիշեցնելու, որ իրենց կյանքը պետքա փառավորի ում Տիրոջը։ Թե նեղության ժամանակ, թե նաև այն ժամանակ, երբ որ ամեն բան լավ է։ Թե խնդիրների ժամանակ, եւ թե ամեն հարցերում, երբ որ հարցեր չունենք, այսինքն Պողոս Արաքյալը հստակ հասկանում էր։ Հիմա եկեղեցին նեղության մեջ է եւ կարիք ունի նորից ինչի կենտրոնացում ուղղելու Տիրոջ վրա։ Եվ այսօր նայելու ենք 3 միջոց, որով որ մենք պետքա Տիրոջը փառավորենք մեր ողջ կյանքի ընթացքում։ Առաջինը դա անդադար աղոթքն է, երկրորդը կտեսնեք կոչման արժանի նկարագիր ունենալն է, եւ երրորդը հավատքից ծնված գործերն են։ Հիմա գնանք առաջինին։ Անդադար աղոթք հավատացյալների համար, մեր քույրերի ու եղբայրների համար։ Հետաքրքիր է, որ նորից Պողոս Արաքյալը շատ է խոսում աղոթքի մասին ու ասում է, ահա թե ինչու ձեզ համար ամեն ժամ աղոթում ենք։ Ինչի համար ենք աղոթում, որտեվ Քրիստոս շուտով գալու է։ Որտեվ գալու է ու գիտենք, որ հիմա նեղության մեջ եք։ Գիտենք, որ նեղության մեջ եք, խնդիրների մեջ եք ու գայթակղություն կա, այս ամեն ինչի մեջ մեղադրելու ասելու Աստված է մեղավոր։ Ինչու Աստված հենց հիմա իմ աղոթներին պատասխան չի տալիս։ Ինչի հենց հիմա իմ կողքը չի։ Ինչի երբ որ ես նեղության միջով եմ անցնում, դժվարության միջով եմ անցնում, ինչու այդ նույն փրկարար ձեռքը, այդ նույն բժշկող ձեռքը իմ կողքին չի։ Դրա համար Պողոս Արաքյալն ասում է, դրա համար ամեն ժամանակ ինչ եմ անում, աղոթում եմ ձեզ համար։ Գիտեք, երեխաները մտածում են մենակ իրանց մասին։ Նրանք, ովքեր որ ծնող են, միանշանակ հետս համաձայն կլինեն, որ երեխաների կենտրոնը իրանք են, իրանց եսն է։ Ասեմ մի ավելի բացահայտում։ Իրականում, երբ որ մարդը մեծանում է, այդ եսը նորից մնում է։ Ուղղակի մենք սկսում ենք կարողանում ենք որոշ առումով թաքցնել այն։ Ինչու, որովհետև դե կողքի մարդիկ արդեն մի քիչ ուրիշ ձև կնային, եթե մենակ մեր մասին մտածենք։ Տարբերությունը հասուն մարդու Ինեկատուն եմ աշխարհի մարդու մասն է խոսքը գնում։ Մեկ է մանուկի մեջ, գիտեք ինչու՞մն է։ Մանուկը ինչ որ լեզվին է, մտքին է, այդ միանգամից արտահայտում է, ու այդ երևում է, որ երեխան մեկ իր մասին է մտածում։ Մեծահասակը որոշ առումով այդ ամեն ինչը թաքցրած է անում։ Բայց նորից ամեն մեկը անում է իրանը փնտրելով։ Իր եսը փնտրելով, իր փառքը փնտրելով։ Եվ դա կարող է տարբեր ձևերով արտահայտվի։ Նույնիսկ կարող դիմացինին օգնի
իրան շոյված զգալու համար, որտեղ դե մարդիկ ասում են բարի տղա է, լավ տղա է, օգնում է եւ այլն, բարերար է, այս կողմ այն կողմ։ Այսինքն հիշեք մի բան, առանց Տեր Հիսուս Քրիստոսի մեր կյանքի կենտրոնը եղել ենք մենք։ Մեր եսը, մեր ցանկությունները, մեր ժամանակը, մեր ուզած չուզածը։ Բայց երբ որ Քրիստոսինն ենք արդեն դառնում, երբ որ Քրիստոսին ենք ճանաչում, այս ձևի կյանք այլևս չենք կարող ապրենք։ Նման մոտեցում չենք կարող ունենանք։ Դրա համար Պողոս առաքյալը լիարժեք հասկանում էր, որ առանց Տիրոջ շնորհքի եկեղեցին այս փորձությունների մեջ չի կարա դիմանա։ Ու կարիք ուներ նորից հիշելու, որ Տիրոջից է իրենց փրկությունը, Տիրոջից է իրենց զորությունը։ Ու Պողոս առաքյալը այդ հասկանալով ինքն իր կյանքը դրել էր ինչ անելու, դիմացինին բարձրացնելու։ Ինքը իր եսի մասին չի խնդրում, իր անձի մասին չի խնդրում։ Մի կարծեք, որ Պողոս առաքյալի մոտ ամեն բան հիանալի էր։ Ասենք Բենթլի էր կանգնած Հայաթում, մի հատ սեփական տուն ուներ 3 հարգանի, ամեն ինչը տեղին, չգիտեմ, ամեն ինչը սենց հիանալի կյանքով էր ապրում, դե դրա համար էլ ասում էր, լավ, որ այս ամեն ինչը Տեր Աստված տվել ես, կաղոթեմ ժողովրդի համար, ուրիշների մասին էլ կմտածեմ։ Չէ, ժողովուրդ ջան, Պողոս առաքյալը այն առաքյալներից էր, որ իրապես ամենաշատը չարչարվեց։ Ու Պողոս առաքյալը ինքն էլ է դրա մասին ասում։ Ասում է ինչու, որտեվ երբ որ ես էի հալածում էի եկեղեցուն, Տերը ինչ արեց, ինձ այդ հալածողից դարձեց մեկ, որ պետք է շատ չարչարվի Տիրոջ համար։ Ու այդ չարչարանքի այդ նեղությունների, այդ խնդիրների մեջ իր ցանկությունը, իր փափագը մեկն էր, աղոթեր եկեղեցու համար, իր քույրերի ու եղբայրների համար։ Կողոսացիս նամակի մեջ ու առհասարակ ասեմ մենակ Թեսաղոնիկեի եկեղեցուն չի վերաբերվում։ Քանի եկեղեցի որ կար, Պողոս առաքյալը անկեղծ բոլորի համար աղոթում էր։ Կողոսացիներին գրում է առաջի գլուխ 9-ից 10 համարներ, ասում է. «Չդադարեցինք ձեր համար աղոթել եւ խնդրել, որ դուք լցվեք Աստծո կամքը ճանաչելու գիտությամբ, ամբողջ իմաստությամբ ու հոգևոր հասկացողությամբ»։ Հռոմեացիս նամակ, նորից առաջի գլուխ 9-րդ համար, որտեղ վկա է ինձ Աստված, որին ես ծառայում եմ իմ հոգով, իր որդու արվետարանը քարոզելով, թե ինչպես եմ անդադար հիշում ձեզ։ Լսում եք, ում առաջականգնում, ում վկա բերում, Աստծուն։ Ասում է ձևական բաներ չեմ ասում, մի կարծեք, որ ձեր ականջին շոյող արտահայտություն եմ անում, դե գիտեք ինչ կա, ձեր մասին մտածում եմ, աղոթում եմ։ Մենք ենք, որ շոպլիկավարի կամ նույնիսկ ասենք կաղոթեմ քեզ համար, ու հետո չենք էլ աղոթում, մոռանում ենք, նույնիսկ մենք ապրում ենք մեր կյանքով։ Խոսում ենք, խոստումներ ենք տալի, կաղոթենք, բայց այդ ամեն ինչը մնում է զուտ օդում կանգնած։ Ու այո, ասեմ իմացեք, որ այդ ամեն խոսքի համար նորից Տիրոջ առաջ պատասխան ենք տալու։ Ինչի որովհետև բան ենք ասում ու դրա մասին չենք էլ մտածում, ինչի որովհետև շատ դեպքերում դիմացինի մասին չենք էլ մտածում։ Նորից մեր եսն է, մեր էգոն է բարձրանում, մեր եսն է խոսում, որտեղ դե ասում ենք, դե ախր ես ինքս շատ խնդիրներ ունեմ։ Հələ թող մեկ իմ համար աղոթի, ես ինչ ուրիշի մասին աղոթեմ եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, սա այն խնդիրը, որ շատ դեպքերում մենք ընկնում ենք դրա մեջ։ Բայց Պողոս առաքյալը աղոթում էր։ Եփեսացիս 1:16 ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դադարում ձեզ իմ աղոթներով հիշելով։ Մի եկեղեցի չի Ուղղակի չի ասում, դե լավ, Եփեսոսի եկեղեցու համար եմ աղոթում։ Շատ դեպքերում ասում է անուն առ անուն։ Ինչու որովհետև գիտեմ խնդիրները այդ դրանով եմ ապրում, որովհետև միասին ենք, հասկանում եմ, որ մի ընտանիք ենք։ Ես հասկանում եմ, որ Տիրոջ կարիք ունեք դուք ու ոնց կարամ ես ինչ անեմ, լուր մնամ։ Ոնց կարամ իմ կյանքս վայելեմ, ոնց կարամ իմ տրամաբանությամբ շարժվեմ։ Երբ որ տեսնում եմ, որ դիմացինս կարիք ունի Տիրոջ։ Ու խոսքը մենակ չի գնում նորից եկեղեցիների։ Աղոթք նաև անհավատ մեր հարազատների համար, ովքեր որ Տիրոջը չեն ճանաչում, ով պետք է այդ մարդկանց սիրտը բացի։ Աստված։ Եվ մի կարծեք, մեկ անգամ աղոթեցիք, դե բավարար է վերջ։ Պողոս առաքյալն ասում է, անդադար եմ աղոթում, մի անգամ չի, որ զուտ նամակի մեջ գրի ասի, աղոթել եմ եւ վերջ, այսքանով անցել եմ, գնացել եմ։ Անդադար եմ աղոթում։ Սա իմ փափագն է, սա իմ հասկացողությունն է, որ առանց Տիրոջ չեք կարա մեկ վայրկյան էլ անգամ մնաք։
Փիլիպեցիս նամակ, առաջի գլուխ 9-ից 11 համար։ Եվ այս եմ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի աճի, գիտությամբ ու ամեն հասկացողությամբ ուշադրություն դարձրեք։ Հենպես այնպես չի ասում։ Աղոթում եմ, որպեսզի ձեր սերը ավելի աճի, ձեր գիտությունը ավելի աճի, որպեսզի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ։ Ինչի որտեղ օրը մոտիկ է, դրա համար երբ որ Թեսաղոնիկեցիներին խոսում էր սրա մասին, որ ասում էր Քրիստոսի գալուստը ցանկացած պահի կարա լինի, ինչ էր ասում։ Ասում դրա համար աղոթում եմ, որպեսզի պատրաստ լինեք, որպեսզի քնով տարված չլինեք։ Դրա համար երբ որ Հիսուս Քրիստոս Գեթսեմանի այգում էր, կհիշեք, 3 աշակերտներին կանչեց ու ինչ ասեց. աղոթեք ինձ հետ։ Հոգիս նեղված է, ձեր էս կարիք ունեմ էս պայծրությամբ, աղոթեք։ Հետա վերադառնում տեսնում աշակերտները ինչ վիճակում էին, քնած էին։ Իրանք իրենց հոգսերով, իրանք իրենց օրը ունեցել են, իրենց խնդիրներն ունեցել են, մոռացել են, որ պետք է աղոթեն։ Հիսուս երկրորդ անգամ արթնացնում, ասում է չկայացեք մի քանի ժամ գոնե ինձ հետ մնաք։ Արթուն կացեք, աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Որպեսզի այդ փորձության մեջ սխալ ընթացք չունենաք, ինչու որտեվ եթե չաղոթեցիք, Տիրոջից կարողություն չեք ունենալու դիմանալու այն ամեն ինչին, ինչ որ ձեր շրջապատում է։ Դրա համար մեկ-մեկ մարդիկ կան ասում են, դե հիմա խնդիրներ ունեմ, դժվարություններ ունեմ, գործերս եւ այլն, ու հույս ունեն, որ Տիրոջից հեռանալով, խոսքից հեռանալով, աղոթքից հեռանալով, ինչ որ հրաշք ձևով վերականգնվելու են։ Աստծո կամքի մեջ են լինելու, հավատքի մեջ աճելու են։ Չէ, սիրելիներ, չի լինում տենց։ Եթե աղոթքի կյանք չունեք, ինչ հոգևոր կյանքի մասին է խոսքը գնում։ Եթե ձեր աղոթքը լոկ ֆորմալ երևույթ է հաց ուտելուց առաջ կամ քնելուց առաջ, սա այնքան չնչին է, որ մենք ինչ կարանք դրա մասին խոսենք։ Ջոն Փայփերը հետևյալ խոսքն է ասում է աղոթքը քրիստոնեական կյանքի թթվածինն է։ Քանի վայրկյան կարեք շունչ պահեք։ Ինչքան? 7 րոպե կարակ պահեք։ Մալադեց, ես զարմանում եմ, բայց հա, բան չունեմ ասելու։ Ես այդքան չեմ կարա պահեմ, բայց նայեք։ Նայեք, ժողովուրդ, լսեք, հասկացա, հիմա խնդիրս էդի չի, լավ է որ արթնացաք։ Եթե առանց թթվածնի ընդամենը 2 րոպե, լավ 7 րոպե, լավ իմ կողմից էլ ավելացնեմ 10 րոպե կարանք դիմանանք, չնայած մարդիկ կա մինչև կես ժամ դիմանում են, բայց առանց աղոթքի մենք ինչքան ենք դիմանում, ինչքան ժամանակ եք տրամադրում աղոթքին։ Նայեք, ես հələ չեմ խոսում աղոթքին դիմացինի մասին, Ես խոսում եմ այն աղոթքի մասին, որը որ նախ եւ առաջ ձեր համար է պետք։ Խնդրանքի մասին չի խոսքը գնում։ Օրինակի համար աղոթքը գիտենք, որ բաղկացած է ինչից։ Աղոթքի մեջ կա փառաբանությունը, աղոթքի մեջ կա խոստովանությունը, աղոթքի մեջ կա շնորհակալությունը այն ամեն ինչով որ Տերը տալիս է։ Նոր ամենը վերջում, երբ որ այս ամեն ինչով անցնենք, պատրաստ ենք խնդրելու։ Բայց երբ որ գալիս ենք նորից խնդրելու, էլի ամեն ինչը սկսում է պատտվել ինչը մեր շուրջը։ Ինչի որտեվ հեսև ասում են, մեր կաշին մեզ ավելի է թանկ։ Պողոս առաքյալը անդադար աղոթում էր դիմացիների համար։ Եթե մենք դադարում ենք աղոթել միմյանց համար, մեր հավատքը կորցնում է իր կենթանությունը։ Դառնում է եսակենտրոն։ Ապրում ենք ինքներս մեր համար։ Սա այն չէ, ինչ որ Տերը մեզանից ակնկալում է։ Եվ սա այն չէ այն կյանքը, որը որ իրապես Տերը մեզանից ակնկալում է։ Ուզում եք Տիրոջը փառավորող կյանք ունենաք, աղոթքի մեջ եղեք։ Դե կարակ ասեք, լավ, հիմա անդադար ոնց աղոթենք։ Խնդիրը նրա մասին չի, որ ասենք առավոտից իրիկուն նստեք ստեղ, առավոտից իրիկուն աղոթաժողով ենք անում։ Դրա մասին չի։ Գիտեք, անդադար աղոթելը, երբ որ այդ հնարավորությունը կա, տրանսպորտի մեջ եք աղոթեք։ Կողքը մարդ եք տեսնում, աղոթեք այդ մարդկանց համար։ Իմացաք քույրդ, եղբայրդ նեղության մեջ աղոթեք, հետաքրքրվեք, զանգեք, խոսքը կարդացիք, աղոթեք, որպեսզի այդ խոսքը ձեր կյանքում իրականություն դառնա։ Այսօր կողքինդ բացակայում է, մտածիր աղոթիր իր համար։ Փորձի կապը պայես, այսինքն սա մի բան է, որ անընդհատ իմ կյանքի անբաժանելի մի մասն է։ Աղոթքի լավագույն օրինակ մեզ տվեց ով։ Հիսուս Քրիստոս ինքը։ Ցերեկը քարոզում էր, բժշկում էր,
Գիշերը, երբ որ մի փոքր ժամանակ ուներ, հոր հետ առանձնանում էր, աղոթում էր։ Այն դեպքերում էլ, որ ֆիզիկապես հոգնած էր ելնում, չգիտեմ, պարկած էր, քնած էր, նույնիսկ այդ ժամանակ աշակերտները հանգիստ չէին տալիս Հիսուսին։ Հիսուս Քրիստոսին լսում եք, մենք որքան ավելի աղոթքի կարիք ունենք։ Համար անդադար աղոթեք ու ոչ թե հետևյալ կերպով, որ աղոթեք սպասելով, որ Տեր պատասխանի այնպես, ինչպես որ ես եմ ցանկանում, այլ աղոթեք, որպեսզի փափագեք, փնտրեք իր կամքը, որտեվ եթե ձեր կամքը իրականություն դառնա, ձեր անձը ու ձեր եսն է փառավորվելու, եթե ձեր կյանքում Տիրոջ կամքը իրականանա, Տերն է փառավորվելու։ Ինքներդ ձեզ հարց տվեք, ինչքան հաճախ ենք աղոթում։ Ում համար եմ աղոթում։ Արդյոք եկեղեցու անդամներ կա, ում համար աղոթում եմ, կամ աղոթել եմ այս շաբաթվա դրվածքով։ Մի պատասխանեք, ինքներդ շատ լավ գիտեք։ Երկրորդը, ձեր կոչմանը արժանի վարք ունեցեք։ Ձեր կանչվածությանը արժանի վարք ունեցեք։ Մենք ինքներս մեզ ինչպես ենք անվանում։ Քրիստոնյաներ, ասեմ ավելին, 1800 տարվա քրիստոնյաներ, առաջի քրիստոնյա ազգը, Աստվածաշունչը, սրբերը եւ այլն, տաճարներն ու խաչքարները ամեն ինչը սենց սա խառնած իրար։ Աստծո խոսքն ասում է, այն ինչ որ վրետ գրում ես, այդ անվանը համահունչ քայլեր։ Ուշադրություն դարձրեք 11 համարի շարունակությունը։ Նայեք ինչ է ասում։ Աղոթում է Պողոս առաքյալը անդադար, ասում է, որպեսզի մեր Աստվածը, ուշադրություն դարձրեք, ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը։ Երբ որ խոսում է արժանի դարձնի, այսինքն, որ ձեր ընթացքը, ձեր քայլը, ձեր վարքը, ձեր մտածելակերպը ցույց տա, թե ով եք դուք։ Լսում եք։ Արժանի դարձնի Տերը ձեզ, որպեսզի ընթանաք, վարվեք այնպես, ինչպես որ արժանի է ձեր կոչմանը։ Աստված մարդուն կանչում է ոչ միայն փրկելու, այլ նաև որ մեր կյանքը նորից Տիրոջը փառավորի։ Իր շնորհքով Տերը սրբագործում է մեզ, պատրաստում է մեզ, կարողություններ է տալի, շնորհներ է տալի, որպեսզի մեր կյանքը ինչ անի, փառավորի Աստծուն։ Երբ որ մենք մեր կյանքով փառավորում ենք Աստծուն, դա ցույց է տալիս, որ մենք քայլում ենք այն անվան համեմատ, որը որ մենք կրում ենք։ Այսօր շատերը իրենց անվանում են քրիստոնյա, բայց եթե նայենք իրենց վարքը, խոսքը, հագ ու կապը, մտածելակերպը, սոցցանցերը, մեջը կարակ Facebook, Instagram, TikTok եւ այլն ավելացնեք, ցույց չեն տալիս, որ նրանք իրապես քրիստոնյա են։ Առհասարակ նույնիսկ հակառակն են ցույց տալը, որ նրանք ընդհանրապես Քրիստոսի ու քրիստոնեության հետ կապ չունեն։ Հիմա տեսնում եք ինչ է կատարվում առաքելական եկեղեցում։ Քահանաներ, սրբեր, կաթողիկոսներ եւ այլն բարձր պաշտոններ ունենք, կաթողիկոս, վեհապար են անվանում, արքեպիսկոպոս, սրբազան, քահանա, տերհայր եւ այլն տիտղոսներ։ Ընդհանրապես խոսքեր են, որ քրիստոնեության հետ ու Քրիստոսի հետ ընդհանրապես կապ չունեն։ Ինչու՞։ Որովհետև անունը ունեն, տեսքը կարծես ունեն արտաքին, բայց Քրիստոսին չունեն, վարքը չունեն, ընթացքը չունեն։ Մենք իրանցից ինչ որ մի բանով տարբերվում ենք, թե չէ, թե մենք էլ ասում ենք, դե մենք քրիստոնյա ենք, մենք մկրտվել ենք, մենք խաչ ունենք, նոր թարգմանություն ունեմ եւ այլն, ամեն կիրակել պաշտամունքի եմ մասնակցում, այսինքն իմ քրիստոնեությունը զուտ մենակ է, սա։ Եթե մենակ սրա մասին է խոսքը գնում, ասեմ, շատ վատ վիճակում է գտնվում։ Ուրիշ մի բան ասեմ, նույնիսկ շատերը կան հալարումել են եկեղեցի կամ պաշտամունքի մասնակցեն, էլ ուր խոսամ ուրիշ ավելի ինչ որ մեծ բաների։ Եթե մեկտեղ հավաքվելը մեզ համար կարևոր չի, եթե Աստծո խոսքը մեզ համար կարևոր չի, եթե Տիրոջը ծառայելը մեզ համար կարևոր չի, ի՞նչն է կարևոր։ Ի՞նչն է կարևոր։ Եփեսացիս 4-րդ գլուխ 1-ից 4 համարներ ուշադրություն դարձեք, Պողոս առաքյալը մի փոքր ավելի է բացում, թե ինչի նկատի ունի կոչմանը համաձայն քայլեք։
Արդ աղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար բանտարկյալս նոյց։ Ինչ կարգավիճակում է գտնվում Պողոս առաքյալը, բայց գիտե այնտեղ նստած է իր համար հարմարավետ, sense բասկաթորին, բանին ու ասում է նայեք ես ոնց են վարվում, տենց էլ դուք արեք։ Չէ բանտարկված վիճակում ինչ է ասում, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ ինչ եք եղել, կանչված եք։ Ումից եք կանչվել։ Տեր Հիսուս Քրիստոսից եք կանչված։ Ինչի համար եք կանչված։ Որպեսզի ինչ անեք, ամենայն խոնարհությամբ։ Խոնար լինեք։ Օգտագործում է մի տերմինաբանություն, որը որ համարյա թե ոչ միտեղ չի հանդիպում մեզ Պողոս առաքյալի նամակների մեջ։ Դե համար մեր մոտ թարգմանված է ամենայն խոնարհությամբ, այսինքն մի ծայրահեղ աստիճանի խոնարհություն է, որ իմ եսս չի։ Այդտեղ ով է երևում իմ կյանքում։ Տերն է երևում։ Այսօր մի քիչ խոնարհություն բառը ժամանակավրեպ ասում են։ Ինչ խոնար, ինչ հեզ եւ այլն եւ այլն։ Մյուսը շարունակում է նորից նմանը ասում է հեզությամբ, սա արդեն խոնար պահվածքն է եւ ժուժկալությունն, այսինքն ինքնատիրապետումը։ Երբ որ դու խոնար կերպով ես վարվում, իրավիճակները կապ չունեն ինչ են լինում, ինչ չեն լինում։ Այդ ամեն իրավիճակներում ինչն է երևում, քո խոնարհությունը։ Երևում է այն, ինչի մեջ է քեզ Տերը կանչել։ Խոնարհությունդ եւ այդ ժուժկալությունդ, հեզությունդ։ Դրանից հետո ինչ է ասում, համբերությամբ։ Համբերությամբ։ Երբ որ խոնար ես, այդ խոնարհությունը իր հետ նաև ծնում է ինչ, համբերություն։ Չես պատասխանում ամեն մեկին ըստ իրենց արժանիքների, ինչի որտեվ եթե պատասխանես ամեն մեկին ըստ իրենց արժանիքների, ինչով ես տարբերվելու ուրիշներից։ Համբերատարությունը ծայրահեղ ինքնատիրապետումն է, լսում եք, որը գալիս է խոնարհությունից։ Երբ որ քո էությունդ արդեն փոխված է, այդ խոնարհությունն ունես, խնդիրների դժվարությունների ժամանակ համբերում ես, դիմանում ես։ Չես միանգամից այն եղած չեղածը սենց հանում շրպցնում։ Մեկ-մեկ այս արտահայտությունն են ասում, որ մենք նման ենք սպունգի։ Սպունգը գիտեք ինչն է։ Գուբկեն։ Ինչը որ թաթախես ու սխմես, սպունգից էդ էլ դուրս է գալու։ Եթե մեր մեջ Քրիստոսն է, եթե մեզ ճզմեն, Քրիստոս պետք է դուրս գա։ Բայց եթե մեր մեջ Քրիստոսը չի ու մեզ ճզմում են, եթե հայոյանք է դուրս գալի, բամբասանք է դուրս գալի, սուտ է դուրս գալի, եսն է դուրս գալի, նշանակում է դրանով էլ լցված է մեր կյանքը։ Պողոս առաքյալն ասում է դրա համար չեք կանչված եք խոնարհության, հեզության, համբերատարության համար, որպեսզի սիրով միմյանց ինչ անեք, հանդուրժեք, հանդուրժողի լինեք։ Սերը պետք է լինի, ու այդ սերը գործնական է, խոսքերով չի։ Մի փոքր ինչ-որ մի բան եղավ վերջ, ես նեղացա, մեկը իմ աչքի վրա թարս ասեց աչքիդ վերևը ունք կա եւ այլն եւ այլն։ Այսինքն նորից ինչ մակարդակի է։ Հիմա ուրիշ մի բան ասեմ։ Եթե իրապես դիմացինի համար աղոթում ես, եթե նույնիսկ դիմացին ինչ-որ հարցնում սխալ է վարվում, ոչինչ, դիմացինին ներելու ես այդ հարցում։ Ինչ որտեվ սիրտդ արդեն պատրաստ է, հասկանում ես, որ աղոթում ես ու գիտես նաև մի ուրիշ մի բան, ով կար այդ մարդու սիրտը փոխի։ Աստված։ Հետևաբար, երբ որ ես աղոթում եմ իր համար, եթե նույնիսկ ինչ-ինչ հարցերում այդ մարդը դեռևս ինչա, տկար է, թույլ է, խնդիրներ ունի, հարցեր ունի, ես շարունակ աղոթում եմ այդ մարդու համար, որպեսզի Աստված իր ներգործությամբ այդ մեկի սիրտը ինչ անի, փոխի։ Եթե ես չեմ աղոթում այդ մարդու համար, չեմ էլ համբերելու, մի բան դուրս չեկավ, ինչ եմ անելու, ասել եմ թող հեռանա իմ կյանքից, ես իմ կյանքը կապրեմ, ես ու իմ Քրիստոս ու վերջ ինձ ուրիշ մարդ չի հետաքրքրում, բայց ժողովուրդ ջան, Տերը մեզ դրել է եկեղեցու մեջ։ Եվ այո, մեր շուրջը կան տկար մարդիկ հատուկ դրա համար, որպեսզի մենք հոգևոր առումով աճենք։ Եթե մեր կողքը տկար մարդիկ չլինեն, մենք նորից չենք աճելու։ Մենք տեղ չունենք աճելու, եթե ձեր ներվերի, ձեր խնդիրների վրա բզբզացող, ձեզ, ձև ասած, հունից հանող չլինի, որտեղ եք աճելու։ Չեք աճելու։ Մինչև ամուսնանալ ես մտածում էի Սուրբ Անձնավորություն եմ, Սուրբ Արտուր Ռաֆայելյանը, որ ամուսնացա, հասկացա, որ այդքանը չեմ։ Ինչի, երբ որ արդեն մոտիկ հարաբերություն ես ինչ-որ մեկի հետ,
ու սկսում են հարցեր, խնդիրներ, մոտիկ շփումներ, այդ ժամանակ նաև առաջանում են խնդիրներ։ Ուստի սկսում ես ինչ անես, սովորես, խոնարհություն ցուցաբերես, համբերես, սիրես։ Երբ որ մենակ ես, հեշտ է սիրել աշխարհը, հեշտ է սիրել բոլորին, հեշտ է լինել քրիստոնյա։ Նայեք Պողոս առաքյալի նկարագիրը 2-րդ Կորինթացիս նամակի մեջ, երբ որ ինքը խոսում է ինչի միջով է անցել, ինչքան հալածանք, ինչքան խնդիրներ, ինչքան մտրակի հարվածներ, քարկոծություն, նավաբեկություն եւ այլն, ու ասում է այս ամեն ինչը ոչ միայն դրսից է, այլև եկեղեցուց, ներսից, եղբայրների կողմից, սուտ ուսուցիչների կողմից։ Ու այս ամեն ինչը ոչ թե տկարացրեց, թուլացրեց Պողոսին, այլ ավելի լավը դարձրեց, ավելի Քրիստոսին նման դարձրեց։ Դա համար նորից Տիրոջը փառք տվեք նորից նրանց համար, ովքեր որքան ձեր կողքը, թեև նրանք այդ տկարությունն ու դժվարությունն ունեն։ Նայեք, երբ որ ես այս ասում եմ, սա ինձ համար էլ հեշտ չի։ Հավատացնում եմ ձեզ որպես եկեղեցու հովիվ, ես շատ շատերի հետ եմ շփվում, շատ շատերին եմ տեսնում, շատ բաներ գիտեմ։ Այդ ամեն ինչը շատ դժվար է անցնել, բայց այդ ամեն ինչի միջով նաև Տերը աշխատում է իմ սրտի հետ։ Տերը փոխում է նաև իմ սիրտը, ինձ է խոնարհեցնում, որպեսզի նորից ու նորից շարունակ աղոթեմ այդ մարդկանց համար, ինչու, որտեվ գիտեմ, որ Տերն է վիճակի նրանց փոխելու։ Կոչմանը արժանի կյանքը ինքնաբուխ բարեգործություն չէ, այլ աստվածային պատասխան ինչին, այն շնորհին, որը որ Տերը մեզ տվել է։ Աստված մեզ կանչում է ոչ թե հպարտանալու, այլ սրբանալու։ Ֆիլիպեցիս 2:13 ասում է, որտեվ Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալը ու կատարելը, ըստ իր բարեհաճ ծրագրի։ Հետևաբար, իրապես մենք, եթե ուզում ենք փոփոխություն լինի մեր կյանքում, իրապես ուզում ենք Տիրոջը հաճելի կերպով ընթանանք, այն անունը, որ մենք մեր վրա կրում ենք, ամենաթանկ անունը, պետք է խնդրենք նորից մեզ համար, որպեսզի Տերը այդ շնորհը, այդ կարողությունը տա ձերբազատվելու մեղքերից, այն մեղքերից, որոնք որ մեր շուրջ են, որոնք որ մեզ համար գուցե դարձել են սովորական մի բան։ Այդ ամեն ինչից ազատվելու, ազատ լինելու բամբասանքից, ազատ լինելու ցանկություններից, ազատ լինելու ամեն տեսակի ստից, ազատ լինելու, Տիրոջ մեջ քայլելու։ Այդ ժամանակը որ կտեսնեք, որ իրապես Տերը ձեզ ավելիով է բարձրացնում։ Երրորդը, ոչ միայն ձեր էությունը, եթե եղավ Տիրոջը հաճելի, նաև ձեր գործերն էլ կծնվեն հավատքից ելնելով։ Երրորդը մեր գործերը պետք է հավատքից ծնված լինեն։ Շարունակությունը նայեք ասում է, եւ իր զորությամբ իրագործի ձեր բոլոր բարի ցանկությունները ու գործերը, որ ծնվում են հավատքից։ Այսինքն, երբ որ մենք աղոթում ենք, Պողոս առաքյալն ասում է, աղոթում եմ, որպեսզի ձեր ինչ անի, ձեր գործերը եւ ձեր ցանկությունները ինչից ծնվեն, հավատքից ծնվեն։ Եվ այս հավատքից ծնված գործերը եւ ցանկությունները Տերը ինչ անի, կատարի, որովհետեւ դա արդեն համապատասխանելու է իր կամքին ու իր ցանկությանը։ Սրա մասին շատ ենք խոսել։ Աստված ոչ միայն ներշնչում է մեր սրտերը բարի ցանկությունների, այլ նաև տալիս է կարողությունը, զորությունը այդ ամեն ինչը ինչ անելու, իրագործելու։ Դրա համար չենք կարող ասենք, դե չեմ կարում։ Ինչու որտեվ եթե Տիրոջինն եմ, Սուրբ Հոգով այդ զորությունն ու կարողությունն ունեմ հնազանդվելու անելու այն ինչ որ Տերը ուզում է։ Իսկ եթե չեմ անում, սա արդեն ուրիշ հարց է։ Գուցե չեմ ուզում։ Գուցե չեմ ուզում բաց թողեմ այն եսս, որ կա, այն ցանկություններս, որ ունեմ։ Գուցե դեռևս մինչև հիմա այն հին Արտուրն է ապրել, այլ ոչ թե խաչված է Քրիստոսի հետ։ Հակոբոսը ինչ է ասում։ Նույնպես էլ հավատքը առանց գործերի ինչը մեռած է։ Եթե անունով եք զուտ քրիստոնյա, անունով եք ճանաչում եք վարդապետական հարցեր, հիմա հարցեմ երրորդության մասին խոսեք, փրկagorցության մասին կասեք, մանրամասն կպատմեք շնորհքի վարդապետությունները, քրիստոսաբանությունը եւ այլն, բայց եթե հավատքի գործեր չկան, ումն է պետք է դե։ Անկեղծ ումն է պետք։ Սատանայից լավ վարդապետ մի եղեք։ Սատանան անգիր գիտի Աստվածաշունչը հետո։ Ու երբ որ պետք է լավ էլ ցիտում է։
Հասկանում եք ասածս, այդ ամեն ինչը մեռած է, եթե չկա հավատքից ծնված այդ գործերը, որը որ նորից Տիրոջն է փառավորելու։ Ճշմարիտ հավատքը միշտ ինչ է անում, արտադրում է գործեր։ Այդ գործերը չեն փրկում մարդուն, բայց վկայում են, որ նա արդեն ինչ է, փրկված է։ Լսում եք։ Հավատքը արտադրում է գործեր։ Այդ գործերը չեն փրկում իրան։ Ուղղակի այդ գործերը ինչ են ցույց տալիս, որ այդ մարդը իրապես փրկված է։ Որն է մեր աղոթքի նյութը։ Ինչի մասին ենք աղոթում։ Իմ կյանքի կերակուրն ինչ է։ Հեռուստացույցը, սերիալները, սոցցանցերը, բամբասանքը եւ այլն եւ այլն։ Ինչով եմ ինքս իմ անձը ինչ անում, կերակրում։ Արդյոք մտածում եմ Տիրոջը ծառայելու մասին։ Արդյոք այսօր արդեն իսկ ինչ որ մի բան անում եմ թե չէ։ Դե կարակ ասեք, դե ես ինչ անեմ, տարիքս առած եմ, կամ դե հələ ուսանող եմ, դե աշխատում եմ, տենց հարցեր, տենց պատճառաբանությունը լիքը կարակ գտնեք։ Եթե հարցը պատճառաբանությունն է, ուզում եք պատճառաբանություն գտնեք, եկեք ինձ հարցրեք, ձեզ ավելի, ասենց ասած, վարդապետական տեսանկյունից լավ պատճառաբանություններ կասեմ, ավելի ուրախ զվարթ կքայլեք։ Դրա մասին չի խոսքը գնում։ Իրապես ով որ ցանկություն ունի, հաստատ եմ ասում ձեզ, ծառայություն կգտնի։ Ծառայության պակաս չկա։ Եթե կարծում եք ինչ որ մի բան եք ուզում անեք ու չգիտեք ինչ անեք, մոտեցեք Կարին քրոջը, մոտեցեք Սարգիս եղբորը, մոտեցեք ինձ, մոտեցեք Արարատ եղբորը, հաստատ եմ ասում ձեզ շատ բաներ կտեսնեք, որ կարիքը կա ու բացեր կան, որ պետքա լրացնեն։ Աթոռ զբաղացնելը, ժողովուրդ ջան, հավատացնում եմ ձեզ, Աստծուն չի բավարարում ու չի էլ բավարարելու։ Եվ այն իրապես չի ցույց տալի իրապես իմ հավատքի կյանքը։ Լսում եք, թատրոնում էլ են մարդիկ աթոռ զբաղացնում, բայց դրանից բան չի փոխվում։ Զուտ աթոռ զբաղեցնելը չի խնդիրը։ Խնդիրներն է թե այս ամեն ինչի նպատակը որն է, ինչի համար եմ անում, որն է իմ կյանքի կենտրոնը, ինչի ամեն առավոտ որ արտանում եմ, ինչի մասին եմ մտածում։ Որն է իմ մտածելու նյութը թեման, որն է իմ կյանքի կենտրոնը, մենք մեզ անվանում ենք կենտրոն եկեղեցի, չգիտեք որն է նպատակը։ Նորից ես հարցադրում եմ ձեր կյանքի կենտրոնն ով է, ձեր ընտանիքի կենտրոնն ով է, մեր եկեղեցու կենտրոնում ով է։ Եթե Հիսուս Քրիստոսը չի, ուրեմն խնդիր ունենք։ Դե կարող ասենք դες ամեն ինչի նպատակներն է, որ ասենք լավն ենք, որ մեր նմանը չկա, ամենալավ քարոզիչն ենք, ամենալավ հոգևորն ենք, եթե այս ամեն ինչն է նպատակը նորից ծառայելու, նորից սխալ ճանապարհով ենք գնում։ Հիշեք, այն ամեն ինչի նպատակը ինչ որ անում ենք, ով որա ենք, ինչ որա ենք, պետք է լինի մեկը, գիտեք ինչը։ Տիրոջը փառքը։ Տիրոջը փառքը։ Միայն այդ ժամանակա, որ մեր կյանքը իմաստ ունի, միայն այդ ժամանակա, որ մեր ծախսած գումարը իմաստ ունի, միայն այդ ժամանակա, որ մեր ծախսած ժամանակը իմաստ ունի։ 12-րդ համար, լսեք, այս ամեն ինչը Պողոս Արաքյալն աղոթում է, ասում է մեկ նպատակ ունի։ Այս ամեն ինչը, որ ասում է, անդադար աղոթում եմ ձեզ համար, մտածում եմ, որ ինչ անեք, ձեր վարքը, ձեր ընթացքը, ձեր էությունը փոխվի, Տիրոջը կանչվածության համամիտ քայլեք, որպեսզի Տիրոջը հավատքից գործեր ծնվեն ձեր կյանքում։ Ինչի համար։ 12 համար, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ինչ անի, ձեզանով փառավորվի։ Այն անունը, որ դուք կրում եք ձեր վրա։ Այն անունը, որով որ դուք փրկված եք։ Այն անունը, որով որ ամեն մեկն է փրկվում, ով որ կանչում է։ Հետևաբար, եթե Քրիստոսի անունը կրում եմ իմ վրա, խաչի մասին չի խոսքը գնում, ոչ է թրաշի, ոչ էլ ինչ որ տիտղոս ունենալու մասին է խոսքը գնում, ոչ է սքեմի կամ վեղարի եւ այլն եւ այլն։ Եթե սրտիս մեջ Քրիստոսն է, եթե իր անունն եմ կրում, ուրեմն կյանքիս նպատակը պետք է լինի մեկը։ Իր փառքը։ Ուշադրություն դարձեք, ասում եմ, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզանով ինչ անի, փառավորվի, դուք էլ նրանով։ Որտեվ երբ որ մենք անում ենք այն ինչի համար, որ կանչված ենք, խոնարհ կերպով, սիրուն ձևերով Տերն էլ ինչ է անում, ինքն է բարձրացնում։ Ու Տերն ասում է բոլոր նրանք, ովքեր որ Տիրոջինն են,
Ժամանակին երբ որ կգա կվարձատրի ու այդ մարդկանց իր փառքի մեջ կդնի։ Դա համար երբ որ մենք Տիրոջն ենք փառավորում, Տերը իր ժամանակին կտա այն փառք ինչին որ մենք արժանի ենք, այն վարձատրությունը որին որ մենք արժանի ենք։ Եթե մեր փառքը փնտրենք, կկորցնենք ամեն ինչ։ Դա համար ասում է դուք էլ նրանով մեր Աստծո եւ Տեր Հիսուս Քրիստոսի ինչի համաձայն, շնորհի համաձայն։ Ուշադրություն դարձնում եք ինչքան է Պողոս Արաքելը խոսում շնորհի մասին։ Նորից եթե Տիրոջ շնորհը չլինի, ոչ մի բան չեն կարող անել։ Շատերը մեկ-մեկ հարցնում են, ասում են, դե Արտուր եղբայր, որն է ճիշտ, ինչ անեմ։ Գուցե աշխատանքի առումով, գուցե այլ հարցերի առումով, ոնց վարվենք, ինչ անենք, գիտեք, եթե տրամաբանություն ունենաք, հավատացնում եմ ձեզ շատ հարցերում, պատասխանը շատ հեշտ կգտնեք։ Ամեն անգամ, երբ որ ինչ-որ մի բան պետքա խոսեք, մտածեք, այդ խոսքը Տիրոջը փառավորելու է, թե չէ։ Երբ որ ինչ-որ մի բան պետքա անեք, ինքներդ ձեզ համար մտածեք, սրանով Տեր Հիսուս Քրիստոս փառավորվում է, թե ոչ։ Հավատացնում եմ ձեզ շատ բաներ, մեծամասնությունը ձեր որոշումների շատ հստակ պարզ կլինի, դրանով Տերը փառավորվում է, թե ոչ։ Ինչպիսի աշխատանք ընտրեք, ինչպիսի ընթացք ունենաք, ինչպիսի ուսում ունենաք, որն է Պողոս Արաքյալի կոչը առհասարակ։ Առաջի Կորինթացիս 10:31 այս բանը ընդհանուր sense ամփոփելով Առաջի Կորինթացիս 10:31 Ուրեմն ուտեք, թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Լսում ես, ասում եմ մի այդ հարցերը տվեք, ինչ անենք, ինչ չանենք, ինչ ուտենք, ինչ խմենք եւ այլն եւ այլն։ Ասում ինչ որ անում եք, ինչ որ անում եք, Աստծո փառքի համար արեք։ Ու դրանով Տերը պետքա փառավորվի։ Մարդու մեծագույն նպատակը պարզապես չարից հեռանալը չէ, այլ Աստծուն փառավորելն է։ Եվ երբ մենք ամեն բան անում ենք նրա փառքի համար, մեր սրտերը գտնում են ճշմարիտ բավարարվածություն։ Գիտեք ինչի՞։ Որտեվ անում ենք այն, ինչի համար որ ստեղծված ենք։ Որովհետև գտնվում ենք այնտեղ, որտեղ որ պետքա լինենք։ Որովհետև մեր կյանքը արտացոլում է այն, ինչը որ ինքը պետքա արտացոլեր։ Գիշեք մարդը ում կերպարանքով ու նմանությամբ ստեղծվեց։ Աստծո։ Իսկ մտածում եք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ երբ որ մարդուն նայեն, պետքա ում տեսնեին, Աստծուն տեսնեին։ Մեղքի պատճառով այդ ամեն ինչը ինչ արեց, աղավաղվեց, կեղտոտվեց։ Մեղքը չի թույլ տալի, որպեսզի Տիրոջ փառքը երևա։ Մեղքը ցույց է տալի մեր փառքը, մեր եսն է բարձրացնում, մեր հին փտած, մեռած մարդուն է հանում, մեր վրայից գարշահոտություն է գալի, լսում եք։ Բայց երբ որ մեղքից հեռու ենք ու գործում ենք Տիրոջ համար, Տիրոջ բույրն է, Տիրոջ լույսն է երևում։ Դրա համար Տերն ասում, դուք եք աշխարհի լույսը, դուք եք աշխարհի աղը, հասկանում եք, համ տվողը, լույս տվողը։ Եթե չենք տարբերվում մնացածից, եթե չենք տարբերվում մնացած մարդկանց ընթացքից, կյանքից, անկեղծ էլ ում ենք խափում։ Լավ ինձ կարակ խափեք, կողքինին կարակ խափեք, շատ մի տարի, 2 տարի, լավ ասենք, չգիտեմ, ինչև կյանքի վերջ խափեք, վերջի վերջո, Աստծուն կարանք խափենք, թե չէ։ Միանշանակ եմ ասում, չեք կարող խափեք, սիրելիներ։ Եթե ուզում եք Տիրոջը փառավորող կյանք ունենաք, ինչ արեք, անդադար աղոթեք։ Անդադար աղոթքի մեջ արեք, թող աղոթքի կյանքը ամուր մի հիմք լինի ձեր ամենօրվա քայլի համար, ոչ միայն ձեր համար, այլ ձեր կողքինների, եկեղեցու անդամների, առաջնորդների, ձեր անհավատների համար, որպեսզի Տերը բացի նրանց սիրտը ու փրկություն ճանաչեն։ Հասկացեք, առանց աղոթքի հնարավոր չէ ապրել։ Ինչպես որ ասացի, աղոթքը դա մեր թթվածինն է։ Եթե 7 րոպե, 10 րոպե, 30 րոպե կարաք դիմանաք, չգիտես ինչի մտածում ենք առանց աղոթքի շաբաթներ, ամիսներ կանանք դիմանանք, չեք կարող դիմանալ։ Ուղղակի արդեն ընկած եք, այն գնացել եք այն հին մեռած վիճակին եք հայտնվել, ուղղակի չեն կողքից չեք նկատում, ինչի որտեղ արդեն շրջապատված եք այդ ձևի մարդկանցով, դրա համար էլ լավ եք ձեզ զգում։ Այդտեղ ձեզ հաճելի է։ Երկրորդը ձեր կոչման արժանի վարք ունեցեք, որպես իրապես մարդիկ ձեզ տեսնեն ու Քրիստոսին տեսնեն։
Ձեր Facebook-ը, ձեր TikTok-ը, ձեր Instagram-ը բացեն ու դուք չերևաք այնտեղ։ Ձեր եսը, ձեր գեղեցկությունը, ձեր ով լինելը չերևա, Տեր Հիսուս Քրիստոսն երևա։ Ավետարանը երևա, որպեսզի մարդիկ տեսնեն, որ սա փաստորեն են մեկն է, ով որ Քրիստոսին է հետևում։ Երրորդը, թող որ ձեր գործերը, ոչ միայն ձեր էությունը, ձեր ընթացքը, ձեր միտքը, նաև ձեր գործերն էլ հավատքից ծնված լինեն։ Այն հավատքին, որին որ դուք հավատում եք, այն հավատքը, որ Պողոս առաքյալն էր քարոզում, այն հավատքը, որ մենք ստացանք ումից, Տեր Հիսուս Քրիստոսից, Տիրոջից։ Հիշեք, մեր կյանքի ամեն բանի նպատակը նույնն է, լսում եք, Աստծո փառքը։ Ձեր կյանքի ամեն վայրկյանի նպատակը նույնն է։ Ուրիշ ոչ մի բան չկա Աստծո փառքը, դուք փրկված եք նույնիսկ Աստծո փառքի համար։ Եվ եթե մեր կյանքի կենտրոնում այդ ճշմարտությունը չլինի, ամեն բան կորցնում է իր իմաստը, լսում եք։ Եթե ձեր կյանքի իմաստը Տիրոջը փառքը չէ, մնացած ամեն բան կորցնում է իր իմաստը։ Նույնիսկ այսօրվա իմ քարոզը, եթե այս ամեն ինչի կենտրոնում Տերը չի։ Աղոթեք, աղոթքի մեջ եղեք։ Ստուգեք ձեր սիրտը արդյոք իրապես ցանկությունները բխում են հավատքից թե ոչ, որտեվ ինչ որ կերակրեք ձեզ, դա էլ ծնվելու է։ Ամեն որոշումից հարցրեք, սա Աստծուն փառքը բերի թե չէ։ Ամեն որոշում, ամեն քայլ, ամեն խոսքից առաջ։ Ու ապրեք այնպես, որպեսզի Աստծո անունը փառավորվի միշտ։ Աստծո փառքը հավատացյալի կյանքի վերջնական չափանիշն է, գագաթնակետն է։ Ուրիշ չափանիշ չկա, չեմ կարող ասեմ, քանի կիլո ոսկե արծաթ եք երկնքում դասավորել։ Եթե դա կորցնենք, կորցնում ենք մեր կոչման իմաստը։ Աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս քո խոսքի համար։ Դու ողորմած ես, գթած ես, Տեր, ու գիտես իրապես մեր տկար վիճակը։ Գիտենք մի բան, որ առանց քեզ ոչ մի բան չեն կարող անել ու առանց քո շնորհքի չենք էլ կարող նույնիսկ մեկ վայրկյան քեզ հաճելի լինել, Տեր։ Ոստի իրապես քո շնորհքը ու քո խաղաղությունը թող մեր մեջ օրեցօր աճի։ Որ մեկս մյուսի շրջանակում միաբանության մեջ աճենք։ Որպեսզի մեկս մյուսի համար աղոթող լինենք։ Որպեսզի դիմացինի շահը փնտրենք, այլ ոչ թե մեր եսը, մեր անձը։ Եթե մեր կյանքում կան բաներ, մտքեր, ցանկություններ, ընթացներ, որոնք որ քեզ հաճելի չեն, Տեր Աստված, դու վեր առ։ Դու քո զորությամբ այդ ամեն ինչը ինչ արա մաքրիր, որպեսզի կոչմանը հավատարիմ լինենք, Տեր։ Որպեսզի մեր խոսքը, մեր միտքը, մեր քայլը, մեր ընթացքը ցույց տա, որ դու ես մեր Տերը, Տեր։ Որ մենք քո ստրուկն ենք, որ իրապես մեր կյանքը լիարժեք պատկանում է քեզ։ Հակառակ դեպքում այս ամեն ինչը անիմաստ է, Տեր։ Նաև օգնի, որպեսզի մեր գործերը ծնունդ առնեն հավատքից, այլ ոչ թե մեր ցանկություններից, մեր երազանքներից, մեր պատկերացումներից։ Մեր փափագը իրապես նա է, որ մեր կյանքը սկզբից մինչև վերջ, մեր մինչև անգամ վերջին շունչը քեզ փառավորի, Տեր Հիսուս։ Ների, որ շատ անգամներ եսասեր ենք, շատ դեպքերում մեր անձի վրա ենք կենտրոնացած, չենք մտածում իրապես քո փառքի համար, այլ մտածում ենք մեր եսի համար։ Ներիր մեզ, ողորմիր մեզ, օգնի, որ ամեն ինչի մեջ իրապես դու փառավորվես։ Հիսուսի անունով աղոթեցինք, որ նորից ու նորից միայն դու փառավորվես, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հավիտյանս հավիտենից, և Աստծո ժողովուրդը կասի ամեն։